Ուզում եմ իմ ընտանիքի մասին պատմեմ ձեզ, Աստծո հետ քայլել ընտանիքս վաղուց, բայց եղավ էտապ մեր ընտանիքում, երբ որ իմ մաման հիվանդացավ ու Հովհաննես եղբոր միջոցով իմացանք Սարգիս եղբոր դեղի մասին, իր պապայի ստեղծած դեղի մասին, ու փառք եմ տալիս Աստծուն իր ընտանիքի, Սարգիսի ընտանիքի հրաշքացության համար, 2-3 օրվա ընթացքում տեղը արդեն մեր մոտ էր, բայց իմ մամայի համար արդեն շատ ուշ էր ու մամաս չհասցրեցել անգամ նորմալ գոնե մի կուրս անցնի ու ինքը գնաց Աստծո մոտ։ Իմ համար շատ դժվար էտապ էր կյանքի, որովհետև 2 տարի գրեթե, 2 տարի ամեն օր բժիշկների, անալիզների, քիմիայի ու ստրեսներ, ես քամվել էի, ոնց որ քամած լիմոն տեսել եք, որ մեջը կյանք չկա, մենակ իր ասես կլոր ֆուտլյարն է, ու իրանից սորություն չկա, ուժ չկա, իմ բազուկ ես ուժը անգամ կորել էր, ես բոլորը նայում էին ինձ, ես ոնց ասեմ ձեզ, արտաքինից գուցե և գեղեցիկ ես երևում, բայց մեջիդ ուժը չկա, զորությունը չկա, ու ես մտած, եթե տենց շարունակվեր իմ կյանքում 2 ամիս է, գուցե ես է չլինեի, բայց փառք Աստծո, ես պատմեցի իմ այդ ներքին ապրողների մասին, Սարգիս եղբորը սկզբից չգիտեի, որ Սարգիսն է, գիտե իր պապայի հետ եմ խոսում հեռախոսով, ինչ ասես պատմեցի համարձակ, ինքը արձագանքեց, ես էլ օգտագործեցի տեղը, փառք Աստծո, իմ կյանքում շատ բաներ վերականգնվեցին, իմունային համակարգը վերականգնվեց, մտածելակերպս, որ փոխվեց, մտածելակերպս փոխվեց այն կտրվածքով, երբ որ ես կարդացի գիրքը, որը գրել է Գագիկ Սարգիսովիչը, որ դու պետք է պայմաններ ես մարդկանց, եթե դու ուզում ես ունենալ բժշկություն, դու պետք է քո սրտի մեջ ներես բոլոր մարդկանց։ Գիտեք, դա այնքան հիմա ասենց ամեն ասել այնքան հեշտ է, բայց երբ որ դու անցնում ես իրական այն գործողությանը, երբ որ ինչ որ մեկը քեզ թիկունքից խփել է, դու ինչ որ մեկին լավություն ես արել ու ինքը քեզ դա ոնց որ մեր մարդկային բնույթն է, մեր եղբայրը պատմեց, բատով հատուցան էլ է քեզ, ու չես կարող ներես, ասում ես, այ հիմա մի հատ ընկնելու ա ձեռքս, տես ինչ եմ անելու, բայց Քրիստոս մեզ ինչ է սովորացնում, պետք է մենք ներենք, որ կարդացի գիրքը գրված Գագիկ Սարգիսովիչի կողմից, այնտեղ շատ հստակ գրված է, եթե դու ուզում ես ունենալ բժշկություն, մարմինդ բժշկված լինի, դու պետք է ներես մարդկանց, ոնց է, որ Աստվածաշնչի մեջ գրված է, պետք է քո ծնողին պատիվ տաս, որ դու երկար տարիների կյանք ունենաս, չէ, դա դոգմա է, եթե դու ուզում ես լավ տարիներ ունենաս, դու պետք է պատվես քո հորը ու քո մորը, նույնպես դոգմա է, եթե դու ուզում ես առողջ ապրես,